Օձուն Սարահարթ ջրատարն է ժայռերի մեջ ծվարած։ Տարածքը գրեթե անհասանելի է, մեքենայով այստեղ բարձրանալը անհնար։ Տասնամյակներ շարունակ բոլոր աշխատանքները մասնագետները ձեռքով են արել, հիշում է Վիոլիա ջուրընկերության Ալավերդի տեղամասի աշխատանքային խմբի ղեկավարը Սամվել Սոխակյանը։ Կորուստները հսկայական են լինում, պատկերացրեք այդքան միջինը 25 ատմոսֆեր ճնշման տակ ջրագիծը պայթի։ Եվ ջրի կորուստներ ելում, եւ այդ հեղեղը առաջանում, այդ ջրաբերուկները լցվում էին ներքևի այդ ավտոճանապարհը, այդ քաղաքի հիմնական ավտոճանապարհներից մեկն է, տրանսպորտներ կանգնում, քարաբեկորներ, ծառաբեկորներ, ինչ ասես։ Բացի այդ շահագործում շատ դժվար է, չափազանց։ Պատկերացրեք 300 մետր հոսանք էինք քաշում, որ կարենանք այնտեղ երակցման աշխատանքներ կատարենք։ Ջրագծում ճնշումը շատ բարձր է։ Հասնում է մինչև, եթե նկարահանել եք Սարահարթի կամուրջների մոտ, հասնում է մինչև 37 կիլոգրամ սանտիմետր քառակուսի, 37 բար ճնշում, դա հանակ չի, էլ երեխեք ջան, դա շուլուղ չի, չէր դիմանում այդ ջրագիծը։ Ալավերդի երիտասարդական փողոցից մինչև Օձուն համայնք ձգվող ջրատարը տարիների ընթացքում մաշվել է, դարձել մշտական վթարների եւ ջրակորստի պատճառ։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով Վիոլիա ջուրընկերությունը գործող ջրատարին զուգահեռ կկառուցի 425 մետր երկարությամբ 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքում, մեծ թեքությունների եւ դժվար ինժեներա-երկրաբանական պայմաններում, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական եւ ինժեներական լուծումներ։ Աշխատանքների համար ընկերությունը ներդրել է մոտ 46 միլիոն դրամ։ Տեղանքը շատ բարդ երկրաբանական պայմաններում է գտնվում եւ մենք լրացուցիչ ինժեներական մտահղացումներ ենք նախատեսել նախագծով տվյալ այդ բարձր նիշերից ցածր դեպի ցածր նիշեր խողովակի կառուցման համար։ Այժմ այս ծրագրով 273 մմ-անոց մետաղական խողովակով հին ջրագծի կողքով կառուցում ենք նոր ջրագիծ։ Ավելի քան 76 միլիոն դրամ ընկերությունը կծախսի Ստեփանավան քաղաքի Գորկի եւ Թումանյան փողոցների ջրամատակարարման համակարգը նորացնելու համար։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց եւ գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասը անցնում է մասնավոր տնտիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում արկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկման։ Կվերակառուցվի 2 կիլոմետր ջրագիծ։ Այստեղ 180 բաժանորդ կա։ Ստեփանավան քաղաքի երկու փողոցների ջրագծերի վերակառուցումից հետո մենք կունենանք նորոգված փողոցային ջրագծեր, ջրաչափական հորեր, կարգավորվի քաղաքի ջրամատակարարման համակարգը, կբալանսավորվի համապատասխան ճնշումներով, համապատասխան բաշխվածությամբ, արդյունքում կունենանք նոր համակարգ եւ մոտ 3 լիտր վայրկյանում ջրի խնայողություն։ Թումանյան համայնքում էլ մոտ 48.5 միլիոն դրամ ներդրմամբ արդեն սկսվել է օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող ջրատարի վերակառուցումը։ Գործող խողովակաշարը ոչ միայն քայքայված էր, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով ու մասնավոր տնտիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին եւ զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Այժմ այստեղ կառուցվում է 860 մետր երկարությամբ 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի ինչպես գերեզմանոցի, այնպես էլ մասնավոր տարածքները ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ ու հուսալի համակարգ։ Պատկերացրեք 50-ական թվականների սկզբի խողովակ։ Կորուստները շատ էին, թուջե խողովակներ էին, նրանք 4 մետր, 3 մետր միտեղ արդեն ստիկներով էին։ Բնական է 70 տարի առաջվա, 75 տարի առաջվա կատարած աշխատանքներ էին, չէին դիմանում, որտեղ թոգով էր արած, որտեղ կապարով էր արած, երկրաշարժ այլել դրանից հետո, ամեն ինչ կատարվել, վերջապես հողի սաղ քայլել, այդ ստիկներից անընդհատ հոսք էր առաջանում։ Պատկերացրեք շաբաթ չէ ելում, որ այնտեղ աշխատանքներ չկատարենք։ Տասնամյակներ առաջ կառուցված ջրամատակարարման համակարգի մաշվածությունը շարունակում է մնալ Վիոլիա ջուրընկերության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը։ Հաճախակի վթարները, ջրակորուստներն ու շահագործման դժվարությունները պահանջում են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ համակարգային վերակառուցում։ Այս նպատակով ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել ամենախնդրահարույց հատվածներում, քայլ առ քայլ վերակառուցելով համակարգը, որպեսզի նվազեցնի ջրակորուստները, վթարների թիվը եւ բարելավի իր սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։